Ռուսաստանի Դաշնությունից $100 միլիոն ավելի ապօրինի գումարի ներմուծում, Հայաստանում գործող ռուսաստանյան կազմակերպություններում ընտրողների նկատմամբ ճնշումներ, ապօրինի ֆինանսական շրջանառության աննախադեպ ծավալներ։ Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Յովհաննիսյանը ներկայացնում է ընտրական գործընթացների շուրջ վերջին շրջանում արձանագրված դեպքերը։ Ունենք տեղեկություններ երկու սուվերեն աղբյուրներից, բավականին շատ դետալներով, որոնք էլի համընկնում են, որ մի նախկին պաշտոնյա, որ ասոցացում է Երևանի կոնկրետ մի հատ հատվածի հետ, նույնիսկ հայտնի պաշտոնյա է, այո, զբաղված է քեշ ներմուծելով եւ իր այդ ամբողջ թաղամասում մարդիկ ակտիվ travel-ի մեջ են, խոսքը $100 միլիոն գերազանցող գումարի մասին։ Սակայն ըստ Յովհաննիսյանի սա միակ ճանապարհը չէ, որով Հայաստան գումար է բերվում։ Նրանք ովքեր որ Ռուսաստանից ապրանք են ներմուծում, հաճախ առաջարկում են, ասում են արի այդ ապրանքի փողը դու Հայաստանում դուր մեզ, մենք Ռուսաստանում որ պետք է այդ ապրանքի փողը կտանք, որպեսզի փողը ֆիզիկապես Հայաստան չմտնի, որտեղ արդեն հարկային ծառայությունը միջազգային, այո, հենց հարկային, ոչ թե մաքսային, որտեղ ԵԱՏՄ-ի ներսի մասն է խոսքը, հարկային ծառայությունը բավականին խիստ վերահսկողություն է սարքում իրականացնում։ Անդրադառնալով Հայաստանում գործող ռուսաստանյան կազմակերպություններում ընտրողների նկատմամբ ճնշումներին եւ ընտրական գործընթացներին հնարավոր միջամտություններին, Յովհաննիսյանը նշեց, անկախ դիտոր դաշինքը նման ահազանգեր է ստացել։ Նման ահազանգեր ունենք, մենք նման ահազանգեր ստացել ենք առնվազն ուրեմն Գազպրոմ Արմենիայի եւ 102-րդ ռազմակայանի հետ կապված։ Այդ ահազանգերը ստուգման փաստերի հավաքագրման փուլում են։ Հարց հնչեց, երբ գործող իշխանությունը ընտրություններից առաջ բարձրացնում է թոշակը կամ ճանապարհներ է բարեկարգում, արդյոք դա կարող է կաշառք դիտարկվել։ Կաշառքը ենթադրում է պայմանավորվածություն, որ ես ձեզ տվեցի այս հեռախոսը, իսկ դուք դրա դիմաց ինձ քվեարկում եք, կամ դուք դրա դիմաց, չգիտեմ, Պետրոսին չեք քվեարկում։ Դա այս պայմանավորվածությունը պիտի լինի, որ կաշառք լինի։ Պայմանավորվածությունը կամ թեկուզ ենթադրյալ պայմանավորվածություն, բայց ակնհայտ է, որ բոլոր թոշակառուները, որոնք ավելի բարձր թոշակ են ստացել, իրանք չեն խոստացել, որ իրան գնալու են ընտրել ինչ-որ մի հատ ուժի։ Այս պայմանավորվածություն իհարկե չկա։ Մշակութային մարդաբան Աղասիթ Հադեպոսյանը կարծում է, որ 2018-ից հետո ընտրակաշառք վերցնելու գործելակերպը համեմատաբար թուլացել է, մինչև այդ ընտրակաշառք բաժանողները, ըստ նրա, հիմնականում իշխանությունում գտնվող քաղաքական ուժերն էին։ Իրենք տիրապետում էին բոլոր այն վարչական, այսպես ասած, գործիքներին, որոնք որ դրանք պետք է կանխատկել էին, բայց չէին կանխատկել։ Դա համարել հանգիստ այդ պրակտիկան գործում էր եւ ոչ մեկի ոչ դատվելու վախ ուներ, ոչ մի բան, հա, ոչ բացահայտվելու։ Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է հենց այդ իմաստով, որ փաստորեն ընդդիմության բևեռում հայտնվել են նախկինում ընտրակաշառք բաժանող ուժերը եւ իր նկատմամբ կա ավելի ուժեղ վերահսկողություն եւ նաեւ կա հասարակություն, քաղաքացիներ, որոնք որ այս պահին քիչ-քիչ սկսում են հասկանալ, որ եթե իրենք գնան այսպես ասած համագործակցության եւ վերցնեն ընտրակաշառք, իրենք կարող են պատժվել։ Յովհաննիսյանի խոսքով Հայաստանում ընտրակաշառքի նկատմամբ գործող իրավական հետևանքները խիստ են։ Կաշառք տալու համար նախատեսված է ազատազրկում 4-ից 8, իսկ ստանալու համար 3-ից 7 տարի ժամկետով։ Սրանք Եվրախորհրդի տարածքում ամենախիստ պատիժներն են։ Հայաստանում այո կան մարդիկ, որոնք որ դատվել են այս հոդվածներով, կան մարդիկ, որոնք հիմա անազատության մեջ են այս հոդվածներով, եւ այս առումով ինձ թվում է կա լայն հանրային կոնսոլիդացիա, կոնսենսուս այս երևույթների դեմ պայքարելու վերաբերյալ։ Իրազեկ քաղաքացիների միավորումը կոչ է անում քաղաքացիներին համագործակցել, ընդգծելով, որ կապահովեն ընտրակաշառքի, ընտրողների նկատմամբ ճնշումների կամ հանրահավաքներին մասնակցելու պարտադրանքի վերաբերյալ հավաստի տեղեկություն փոխանցած անձանց գաղտնիությունը, իսկ ապացուցողական արժեք ունեցող տվյալների համար նախատեսված է նաև մինչև $500,000 դրամական խրախուսում։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։